Համոզված եմ, հայերս շատ ավելի ուժեղ ու զորեղ կլինեինք մեկ տեղում համախմբված, քան աշխարհով մեկ սփռված։ Եվ ո՞րն է դրա պատճառը։ Իհարկե, հիմնականում ցեղասպանության հետևանքները։ Այն, որ այսօր Սիրիայից մինչև Ռուսաստան, Ֆրանսիայից մինչև Արգենտինա մենք ունենք մեր համայնքները աշխարհով մեկ սփռված, հենց Օսմանյան կայսրության քաղաքականության արդյունք է։ Երբ 1980-ականներին դեռևս Աբդուլ Համիդյան ջարդերից սկսած հայրին կոտորում էին, այնուհետև երբ իշխանության եկան երի թուրքերը, արդեն 1915-ից 23 թվականներին կատարվեցին այդ ջարդերը, 1,5 միլիոնը զոհվեցին, միլիոնավորներն էլ արտագաղթեցին, մազապուրց եղան եւ իրենց կարողացան գոյությունը պաշտպանել տարբեր երկրներում։ Համոզված եմ, որ այդ մարդիկ այստեղ մեկ տեղում հավաքված շատ ավելի ուժեղ եւ զորեղ պետություն կստեղծեին։ Եվ անկախ այսօր տիրող նարատիվներից, հիշենք, չհիշենք, ինչ պետք է անենք ցեղասպանության հետ եւ այլն, մենք պարտավոր ենք հիշել, քանի որ սա մեր ինքնության մի մասն է։ Առանց այս ցեղասպանության տարիները վերլուծելու մենք չենք կարող հասկանալ նաև ով է հայը, քանի որ սա արդեն մեր գենի մեջ է մտել։ Եվ խոսքը բնավ չի վերաբերվում էմոցիաների մասին, խոսքը չի վերաբերվում դրոշներ վառելու մասին, կամ որտեղ թուրք տեսնենք առաջինը ցեղասպանության մասին խոսենք։ Այո, մենք փոքր պետություն ենք, երբեմն պետք է ճկունություն դրսևորենք, բայց այն, որ սա մեր պատմության եւ ինքնության մի մասն է եւ այն, ինչ ենք մենք այսօր, նաև այդ տարիների հետևանք է, դա երբեք չենք կարող մոռանալ։